Շնորհակալ ենք, մեր ուրախ գեղեցիկ հանդիսությունը, իհարկե համոզված եմ շատ բարձր տոնական տրամադրությամբ։ Բարեկամներ, վստահ համոզված եղեք, որ ներկաներից յուրաքանչյուրն այսօր մեր կողմից կարժանանա ջերմ վերաբերմունքի, շնորհավորանքի խոսքերի, բայց օգտվելով առիթից ուզում եմ առաջարկել մենք միասին սնահուն ողջունենք շատ թանկ ու կարևորագույն ընտանիքի մարդիկ, ովքեր Մանուկյանների կյանքում կարգված են որպես հոգևոր ծնողներ։ Խոսքը քավորական Մակարյան ընտանիքի մասին է։ Ջերմ ու բարձր ծափահարությունները Տեր-Տիկին Մակարյանների պատվին։ Արտուր ջան, Տիկին Աննա, ես նորից ու նորից հյուրերիս հետ միասին ձեզ կողջունեմ շնորհավորելով տոնի կապակցությամբ, ասեմ աչքներդ լույս լինի։ Բայց հատկապես ուզում եմ ձեր շնորհակալություն հայտնել, որ դուք հանձն եք առել ընտանիքի կյանքում կրել ու տանել հոգևոր ծնողի, քավորի սուրբ այս պարտավորությունը։ Ձեր աստվածային գործում Աստծուն խնդրեմ ձեզ համար նախ հանճարողջություն, երկար տարիների կյանք պիտի մաղթել։ Բայց հատկապես ուզում եմ ցանկանալ ձեզ իմաստություն, որ որպես հոգևոր ծնողներ այս պարտավորությունը կատարեք երկնային շնորհքով եւ իմաստությամբ լցված։ Թող ձեր օրհնանքով երջանիկ լինեն ընտանիքի զավակները։ Նորից ու նորից շնորհավորում եմ ձեզ։ Իդեպ ասեմ, որ ընտանիքի կողմից մեր խավոր տիկնոջ պատվին պատրաստած է շատ գեղեցիկ անակնկալ, ջերմ ու բարձր ծափահարություններով սրահարավիլ ենք տոնական գեղեցիկ անակնկալը։ Ծափերով։ Շնորհակալություն Մանուկյան ընտանիքին գեղեցիկ անակնկալի համար ես խնդրեմ հյուրերիս ուշադրությունը, բարեկամներ, իմ ձեռքում այս պահին գտնվում է տոնական մի շատ թանկ խորհրդով կոնյակ, որը ուղիղ 12 տարի առաջ օրհնության մեր քավորական ընտանիքին պատրաստված էր Մանուկյանների հարսանյաց հանդեսին։ Եվ այն խորհրդով մեր քավորը որոշել էր, որ այս կոնյակը պետք է բացվի ընտանիքի զավակների մկրտության հենց օրը։ Եվ այսօր մենք պատիվ ունենք ջերմ ու բարձր ծափերով կոնյակը հանձնել մեծարգո քավորին, քավորական թանկ օրհնությամբ։ Պիտի առաջարկեմ, բացեք տոնական այս կոնյակը, լցնենք լիուրի մեր գավաթները և մեկ-մեկու շնորհավորենք տոնի կապակցությամբ, ջիգանո ծափերը։ Հենց ես անուշավոր կոնյակով էլ մենք բոլորին շնորհավորենք ձեր գլխավորությամբ այս տոնի կապակցությամբ, որ աչքներս լույս լինի։ Եկեք գրավենք մեր քավորը զբաղեցնի պատվավոր տեղը, իսկ մեզանում ընդունված կարգի համաձայն ինքներս կմոտենանք, կողջունենք ու կշնորհավորենք քավորական Մակարյան ընտանիքին։ Երաժշտական խմբի կողմից այս գեղեցիկ կատարումը պատրաստված է հատուկ Մակարյանների համար սիրով։ Քավոր ջան, վայելենք միասին։ You're not so wrong,
Տոմական երեկոյի մասնակիցներ մենք շարունակենք մեր ուրախությունը։ Համոր Արթուր ջան, նորից ու նորից աչքներդ լույս լինի, շնորհավորում ենք ձեզ։ Բարեկամներ, իհարկե, այսօր Մանուկյան ընտանիքում այս տոնի կապակցությամբ մենք նախ եւ առաջ սրտանց ուրախ եղանք ողջունելու ընտանիքի եղբորը Գագոյին, ով Բելգիայից ժամանեց այս հանդիսությանը մասնակցելու համար։ Մեր Գագոյի պատվին արժե որ ջերմ ծափերը չեն սրահում Գագո ջան, որով եք վերադարձել հայրական օջախ այս գեղեցիկ տոնին մասնակցելու համար։ Թող որ մեր հանդիպումները միմիայն ուրախության սեղանների շուրջ լինեն։ Իդեպ ասեմ, որ մեր հարգարժան Գագոյի հրավերով այս պահին ես առաջարկում եմ որպեսզի սրահում թնդան ջերմուկի ամենատոնական գեղեցիկ ծափերը։ Մենք էլ միասին պատիվ ունենք ողջունելու եւ վայելելու օրվա գեղեցիկ ու տոնական կատարումները։ Հայոց աշխարհի վաստակավոր ներկայացուցիչ, տաղանդաշատ անձնավորություն, ընտանիքի ընկերու բարեկամ Կամոն Սերյանյան ջերմ ու բարձր ծափերը եւ իհարկե գեղեցկուհի Սեդա Սերյանյան ջերմ ու բարձր ծափերը։ Շատ շնորհակալ եմ, բարերեկո ժողովուրդ ջան։ Օգտվելով առիթից ուզում եմ առաջերտի շնորհավորեմ բոլորիդ սուրբ ծնունդը, բոլորիդ նոր տարին եւ մեր այսօրվա փոքրիկներին, որ դարձան քրիստոնյա, եկեք մատ բարձր ծափարեք մեր երեխեքին։ Խավոր ջան, խաչը սանիկների գլխից թող դարերով լինի ցավը տանեմ, դեց ձեր օջախներով միշտ խավոր սանիկ լինեք իրար հետ։ Եվ այսօրվա գեղեցիկ համարները ես եւ իմ աղջիկս ինչ կնվագենք, ուրախացնենք ձեզ, սիրով նվիրում ենք ձեզ բոլորիդ եւ բոլորիդ բարի ժամ։
Ջան, ես եմ Սեդայից Գատ բարձր ծափարություններով Սեդա Սերանյանին աղջիկա սրավին եմ դել Ժողով ջան, չգիտեմ տեղյակ եք թե չէ Ես ու Սեդան նոյեմբերի վերջը թե դեկտեմբերին գտնվում էինք Փարիզում հասանք Փարիզ եւ որոշեցինք որ դեպի հասել ենք բանա տեսահոլովակ չնկարենք Շարլ Ազնավուրի 100-ամյակն է եւ ես զանգեցի Գագո ընկերոջս Գագոս Բելգիայից հատուկ եկավ Փարիզ չգիտեմ տեսել եք այդ տեսահոլովակը թե չէ Շարլ Ազնավուրի լա բոհեմը մեր կատարմամբ եթե տեղյակ չեք այդ տեսահոլովակի ռեժիսոր օպերատորը մեր Գագոն է եղել Գագո ջան ցավոք տանեմ ապրես աղբեր ջան ես շատ շնորհակալ եմ որ դու ժողովուրդ մենք մեր երիտասարդ տարիների լավ ընկերություն ենք արել ու դե արդեն բնականաբար Գագոն Բելգիայի էստեղ տարի մի անգամ երկու անգամ խոսային կամ բայց Գագոյից ցավոք տանեմ 500 կիլոմետր քշեց եկավ ոնց որ իսկական ընկեր է կանել Եվս մեկ անգամ Գագո ջան շնորհակալություն եւ Սայաթովա համամաշխարհ նվիրում ենք ձեզ բոլորին Indus, Hamma, Kudis, no.
Բարձր ուժեր ծախերը։ Շողովուրդ ջան, ինչպես է ձեր տրամադրությունները։ Ես ձեր ցավը տանեմ։ Ուրեմն ես ևս մեկ գեղեցիկ երաժշտական Սեդա ջան ուզում ես երգես։ Արի ցավը տանեմ։ Արի լավ, արի նա դու երգի ես էլ թագում նանենք ցավը տանեմ։ Շապատ